Նկարչության ես գնում։ Հա։ Միած անրվի, լավ։ Սկալակալեմ։ Օծաներիքը արդեն ցանեցինք, պապայի, ցանել ենք արդեն հերիքը։ Համել ասեցինք, սկսենք մեր նոր վլոգը։ Հա։ Շատ սիրուն է տեսքդ։ Like։ Արտասես ընդեից հուշում ավը like, ինքնեսնես բիսպալևնը like։ Հեսեր ես եմ, եկեմ կադրը դնեմ էստեղ, դավ ինչպես միշտ լույսերը վառելով խռումը, հեսա դուրս ենք գալու, բուկվայլ մի 15 րոպեից, մազերս որոշեցի հավաքել, աբադոկ դնել, կարծում եմ սիրուն է, չգիտեմ, գլխարկ հավաքած չես կարա դնես, հետևաբար ես աբադոկը իդեալական տարբերակ է, և մի քիչ հետո կշարժվենք, դա, այլ, շարժվում ենք դեպի նկարչության խմբակ, լավ սարն է եղանակը ու մռայլ, երեք նայում է, բայց ոնց է բարձանալու աջեմաշյանը, տեսնենք։ Ստեղից, հալիս է ստեղ, հերը։ Ապրես։ Արտաշեսի հետևից Արտաշեսյան գնացել է, արդեն խորենը արթնացել է։ Ես էլ սպես Դավին թողեցի ու գնում եմ շատ դուրս է։ Դավի նկարը մոտս է։ Պուպուշի կա դեր մի քիչ թացը։ Գնամ հասեմ տուն սառեցի ես։ Իսկական ձմեռ է այս տարվա ձմեռը։ Ստեղ են ասել դենս մուժը։ Խորս լռությունը ոնցն է։ Շոկոլադ եմ կեն։ Հավեսա չեմ։ Ես եմ սիրած խուրմայովն է։ Ձերքերը սառել էին, հիմա հետ է գալի մխկտում է։ Սա նստեմ մոնտաժ անեմ։ Խոր։ Խոր։ Այսօր կգաս իրար հետ ինչ-որ թրենդ նկարենք, քանի կսված եմ։ Հա, են որ դու սկրին է իրար են որ է։ Ես հիշում եմ, ունակ որտեղ կճաշես առաջին հանդիպմանը ու տարբերակներ ամեն մեկը միավոր։ Չհիշեցի։ Ես արդեն կես օրա ու մոտ կնի կեժամ անցել եմ գործի։ Երեք գիշեր խորենի հետ բավականին քննարկումներ ունեցանք, մեր խոհանոցը կարգի բերելու, ննջասենյակի հետ կապված, պարբերաբար այս թեման քննարկում ենք և այլն, բայց երեք խորեն ինձ վերջնական բերեց այն մտքին, որ դա անենք։ Իրականում մեր խոհանոցում շատ կան այսպիսի հատվածներ ու բլոգերի համար շատ դժվար է նկարել այս ֆոնի վրա և ոչ միայն բլոգերի խորենը դաս է հարակում այստեղ ու իրա համար էլ է շատ դիսկոմֆորտ ու մենք երկուսս էլ ուզում ենք մի փոքր տունը բերել ավելի կոկիկ տեսքի։ Հիմա ես զամասկա որ ունենք, այդ զամասկայով խոշոր սենց փոսեր կան մի քիչ, չգիտեմ, այստեղի պատերը ոնց որ կարագն են, իրանք նենց փլվող են, չեմ կարող բացատրեմ, ու ներքն է վրայից սենց թռնում է, պոկվում, չգիտեմ։ Մի խոսքով, հիմա ես փորձեմ այդ ծակերը փակեմ, խորենը գնացել է արդեն ներքի և մնացած պարագաների հետևից, ու մինչև իրականը փորձեմ օգուտ տալ, ինչով կարամ, այս մեր նախորդ վերանորոգումից մնացած զամասկան է, դրա օգնությամբ։ Այս երեխեք ջան, վերցնում ենք և փակում ենք, արդեն պրոֆեսիոնալ եմ դարձել ես էլ, այստեղ օրինակ մի անցք կա, որը Արտաշեսն է արել, այս է ինքն արել, սա իրան չի եղել, փորձեմ ես այդ անցքերը հարթի բերել։ Խորենի հետ էի խոսում, զանգեց, այստեղ արդեն ահագին բան անել եմ, գույներն էինք ընտրում, սկզբում հակված էինք ննջասենյակը սպիտակ անել, բայց մի տեսակ ուրիշ բաներ սիրտս ուզում ենք, ոչ սպիտակ, տես կանաչի մի հատ սիրուն երանգ գտանք, ասեցի խոր միգուցե փորձենք, իսկ խոհանոցը ավելի նարնջագույնի
մեջ ենք անելու, սենց արևոտ տակ ինչ-որ երանք, գույները ընտրեց, ասեցի, որ շուշաթուղթ բերի, որովհետև այստեղ պատի վրա որ զամաս կայ, մատեղ սենց ոնց բացատրեմ, ոնց որ սենց փլփլիկները դուրս գալի պատից էլի, որպեսզի դրանք փակեմ։ Այս հատվածը շատ լավ եղավ զամասկան, այս հատվածում պրոբլեմատիկ մաս կա, այդ անկյունային հատվածը։ Հիմա փորձում եմ այդ մի հատ դզել։ Երեխեք ջան, խորենը եկավ, ուրեմն վերջը իրար հետ որոշեցինք այս երկու գույները, բերել է սենց պոչ մեր վալիկի համար, որտեղ այն անգամ կարճով արեցինք, շատ հոգնածող ու դաժան էր։ Բերել է պլաշներ, որ հագնենք, նույն ինքը վալիկը, մեծ կուպով այսպիսի զամաս կա, մալյարդը սկոչ են սրան ասում, այդպես սկոչ, ինչ? Սխտի սկոչ, այս որ մեջը ներկլծնենք պորցյաներով, սա որ պրենք հատակին, որ տարածը չեղտոտվի, շուշաթուղթ, այս ներկը խազելու համարա և ներկը, հոր ներկը քանի կիրանոց հա? Ներկը 15 տիրանոցներ, կարծեմ ամեն ինչ ցույց տվեցի, շարունակում ենք։ Խեք ջան, զամասկային ահագին բան արել եմ, հիմա դեռ պիտի շուշաթղթով անցնեմ, այս վերը մի հատ ագրոննի անցք կար, ուրեմն իրան լցրել եմ, բայց այդ թղթի սկոչով փակել եմ, որպեսզի բռնի այդ իմ լցրածը, քանի որ անցքը խոշոր, այնքը կարող թափվեր։ Ու գնամ վրայից երկրորդ տակով արդեն լրիվ հարթեցնեմ, այս վերևի հատվածներ ենք ուզում կարգի բերենք, այստեղ շատ սենց խորը մի երկու անցքեր կային, սրա վրայով էլ պիտի նորից անցնեմ, մի հատ հողես չորանա, այս հատվածը խոնավությունից օրինակ բան էր եղել, փլվել էր պատը, այդ դզեցի, մի խոսքով լիքը բան էր, որ փորձում եմ իրականացնել, այստեղ մենք կիսում ենք, քանի որ մի մասը ննջասենյակի համար է, մի մասը բանի, ես իմ գործը պրծա, մի հատ հաց եմ ուտում, սոված մերնում եմ, մինչև լղոզվեց ավելի, ոչինչ, հաց անձերոցի կապսոս վերջացել այս պարագաներում շատ է պետք գալիս։ Մեկ բանկան դատարկելուց հետո ստացվեց պերսիկի երանք, մենք ավելի մուք էինք ուզում, բայց հետո նայեցինք, որ Պրինցիպի այս նեժնին ավելի լավ է, այլ կարիք չկա նորից գնալ մի բանկ այլ առնել, մի խոսքով, մենք իհարկե մտածել էինք, որ կես բանկան է դաժե հերիք այսքանը լավ արանժևի ներկելու համար, բայց արի ուտես, որ ոչ, դա ավես հիմա եթե դու ներկը թափես քո վրա, այդ կլինի շատ գրուսնի մի բան, արի դու գնա, թող ես ամեն ինչը, սա կեղտոտ աշխատանք է, գնա նստի մուտիկ նայ, լավ, ինչ ես ուզում։ Կարմիր չի դառնա, շատ արանժևի դառնա, բայց մուկ արանժևի ես չէի էլ ուզում, բայց սրանից մի քիչ մուկ էի պատկերացրել։ Ամեն դեպքում ինքը սիրուն պերսիկվի է, պատերի վրա պիտի որ լավ նայվի։ Առաջ ենք տվել, մաքրել եմ, հելոք ենք, մաքրել եմ այս հետևները, հիմա առաջ ենք տվել լվացքի մեքերան, որ անում եմ փորիկը գալիս է, ինքը շարունակում այդ առաջ տանը, տանը գործերը չի թողում անեմ, բայց դա գիտեք, մենք հայ կանայքը սրեմբո ենք, ինչպես խորիկն է ասում։ Երեխեք ջան, ես այս շուշաթղթի օգնությամբ, այսպես հիմա զամասկայի վրայով անցնում եմ ու շատ սիրուն ինքը հարթանում է։ Այս հավես մի բան է, որ ներքի տակ խորտուվորտություններ չմնա։ Ընտիրություն։ Այս ընթացքում խորիկը ընդեղ է իրա գործերով զբաղված, իրար օգնում ենք, որ ամեն ինչ լինի չիկի-պուկի, ջան։ Երեխեք ջան, խորենը հակավ բայևոյ շորերը և անցնում է գործի, իրար օգնելով ենք անելու, որպեսզի շատ չհոգնենք, ափսոս երկու վալիկ չի, թե չէ ես մեկը կանեի, դու մեկը։ Դե որ իմ անեի Հա, ես է չվայմեցի։ Լավ, կես կանենք, գնա։ Okay, գնացի ես, անցա գործի։ Հետապնդենք, դա։ Տեսեք ինչքան կեղտոտ հատվածներ կան։ Բայց հանենք։ Արի չէ, Փակենք։ Փակենք, այդքան դա բան։ Լավ, որտեղ բոլոր պլինտուսները հանել ենք իրականում, էլի։ Լրիվ են սվինկա Պեպայինց ընտանիքն է Անձրևին։ Հա, ճիշտ ես։ Արտաշես ջան, այստեղ խորենը աթոռը ծածկեց։
գնաց չստերը փոխի ավելի սենց ասած անպետք չստեր հագնի, որ եթե ներկոտվի կարողանանք հանգիստ դեն նետել։ Այս հատվածում սենց տվորչեսկի բիսպարյադը կա, բայց դե այդպես էլ պիտի լիներ։ Հալո, մի խոսքով։ Առաջի տակ ունի ես տեսքը երեխեք ջան, որոշեցինք իմ ներկաս դեղինն էլ փակել, թե չէ տես կտոր ես իմ ինչ կլիներ։ Դրա համար դեղինն էլ հետը միանգամից կներկենք։ Սիրուն պերսիկ է ստացվում, չէ՞ խո։ Ավելի լավ, Լավ, անջեմ։ Հա։ Հա։ Այդ քեզ ինչ ներկել Որեն վեր Որենի մոտ դասա, ես պիտի շարունակեմ երեխեք ջան, հակա մյուս դաշտիվիկը, բայց ուսը թևի տակը, այսպես ճնված էր, ինչ անենք։ Կարաս իմը հակնես ես որ հա։ Չէ, ոչինչ, օրինակ գնաց մարտերս կարևորը։ Որտեղ սենց գիտեք ինչ ձևի է, բրիզգանով բանը։ Բրիզգանով ներկա։ Իգորդ! Что это такое? Վերոկա խորհրդի մայից նսան։ Բերելն է։ Հա, դե այս մասը երկրորդ տակը։ Հա։ Ես արդեն անցնում եմ գործի, նույնիսկ ճարեցի այս հատվածը, հեսա խորենը դասի է գնում, ես այդ ժամանակ արդեն այս ներկը լավ սենց բրիզգներ ա տալիս հրաս։ Հա, տենց է։ Ոյ, Բայց այդ արկին է, ճարես։ որ առաջ երկու կսերտա։ Հետո ելի սովորում ա քեզ։ Էլ չի տալի։ Осталась я одна со своими делишками. Ла-ла-ла-ла. Դավս դու ստեից գնում ես հիմա, դու ինձ չես խանգարում Դավիթ, որպեսի ես հանգի, որ բայց ես մեղը ծրվեց։ Դե ավել լավ է հիմա հանենք, որ հետո կկախենք այդ նկարի մեղը։ Դեսի երկու տակն է այդքան լավ չի ծածկում ասեմ քեզ։ Օրինակ սեն գրվակ կա ինքը, այս մազմզուկներն է ստեղ։ Նայինք որ պատն է խոսում չեմ ջոկում։ Դեսի, անի, ես գաց դաշի ծած, Հա։ երեք կանեմ, ես բավը օլեր ծազնեմ, իմ ներքեն, եթե չհեի, Հա, ինչ անում, չէ լավ անենք։ Այս հատվածը ներկեցի, վերջացրեցի, ավելորդ սկոչները պոկեցի, սառնանը իր գլխով մաքրեցի, պլինտուսները դրեցի տեղը, հիմա մնում է այս հատվածը հետ տամ, որտեղ խոհանոցը տեղից փոքր է ու եթե սենց սաղ բերենք առաջ ու թողենք, ահա որ կլինի, հեսա այս հատվածի սկոչներ կպոկեմ, նոր կանցնեմ, մի հատ այս պատը նայեք, քանի որ խորենը մինչև 11 դասի է, իմ հույսը ես եմ, որ քիչ անեմ, ինչքան կկարողանամ։ Մի խոսքով անցնում ենք առաջ։ Ուրեմն ինչ պատահեց, այս սառնանի պատը, դե գիտեք, կեսից եկում դեղին էր։ Դե թղթի սկոչ էի կպցրել, որ այս հատվածը ներկեմ, բայց պոկելուց այդ դեղին ներկը պոկեց սկոչը։ Ուզեցի սենց եզրագծեմ, զգացի դուրս չի գալի, մինչև այդ վերջ որոշեցի սյոտակի ներկեմ այս նարնջագույնը, որ այդ տհաճանցումը չլինի։ Լվացքի մեքենայի հետևի պատը այս անկյունով ներկել եմ, լվացքի մեքենան հետ եմ դրել, հիմա այս հատվածի վրա եմ առաջի տակը քսել եմ։ Որոշեցինք, որ բալկոնի հատվածը կանաչ անենք, որովհետև այսքանի որ գույնը վերջացել է, ու չենք ուզում սպասենք մինչև փորիկը գնա նորից առնի, այս նարնջագույնով կներկեմ, կարծում եմ այս կամարի ներսի հատվածն էլ կհերիքի, եթե հերիքի, այդ սաղ կներկեմ ու արդեն ընդեղ կանենք կանաչ։ Վիզուս չեմ զգում, մեջքս չեմ զգում, գլուխս ֆռում է այս հոտերից, բայց նախ չեմ ուզում փորիկի վրա նագրուսկատ շատ գցեմ, սենց սաղին քանի, երկրորդն էլ չեմ ուզում տենց մնա էլի մինչև փորիկը դասերը պստի, այս կոմեկում, սաղ գիշեր չեմ ուզում ներկենք էլի,
Короче говоря, ինձ անջատել եմ ու գործավոր անում եմ արդեն։ Չգիտեմ, բարի եմ գնում 1000 անգամ լվացել եմ ձեռքերս, բայց ամեն ուրեք ներկա։ Նոր օր հին պլաններ։ Երեք դες հատվածը բրծա, բայց բալկոնը չենք արել։ Հետևաբար այսօր կշարունակեմ խորի մոդելի դասերը, միջև իր դասերը պրծները ես ինչքանը կհասցնեմ կանեմ, այնտեղ դժվար մասեր կա, որ պիտի ինքն ինձ օգնի, էլի, ասենք պարը պիտի առաջ քաշենք, որ հետևը անենք եւ այլն եւ այլն։ Եկեք ասենց թարս տնենք, թող Խոսքով, եկեք տեսեք ինձ սիրուն է երանգը։ Որոշեցինք, որ այս կանաչի սկզբանե առել էինք ննջասենյակի համար, բայց որոշեցինք, որ ննջասենյակ ավելի կոֆիս մալակոմ երանգ կընտրենք, իսկ այս կանաչը կանենք բալկոնի հատվածում, պրոստ այս կալորների ինչ է ինձ դուր չի գալիս, որ շատ վատ է գույնը, բալես մի նստի, տեղ կներկոթվես։ Չէ, գույնը շատ թույլ է։ Հա։ Սխալ եմ ասել, կոլեր, հա, կալյոր։ Չէ, սխալի վրա չեմ ծիծան, պրոստը ծիծաղալու բան չէ, կալյոր։ Այս բանը խորելը անցած ասում է, ու մենք չի տվը, կոլեր էլի, գույնն է, չէ։ Հա, կոլերա, Կոլեր, ռուսական ինտերպրետացիան է։ Դե տուփի վրա էլ է տենց գրած։ Հա, պրոստը լադն է, հա, ղժավեր ես։ Սիրուն մի ապնի երանք ստացվեց, ժող, չէ խոր։ Հա, անջան, բայց չես լցնում էլ։ Հա, ես ինչ կա ես էլ բացեմ լցնեմ, սա մատերից։ Բայց այդքանն է, հələ մեջը նայել չկա։ Միգուցե մի քիչ բան անես, մի երկու կաթիլ ջրով ան։ Այ փոսենք, Հորենը դուրս եկավ, մեզ մի տուփելա ներք պետք, ննջասենյակին չի հերիքի, այդ մեծ ներք էր թեև, բայց ինչև է։ Ու գույնը որոշեցինք վերջնական գնաց ներկը վերցնելու։ Խոհանոցը ես այսօր ահագին ներկեցի այդ բալկոնի հատվածը երեկոյանից մարմինս ոնց էր բռնվել։ Ես քնել եմ լուսադեմ 6:30 չէի կարողանում հոգնածությունից քնել։ Դե արթնացած այն ջարդված մարմնով ասեցի, օքեյ, բալկոնը սկսեմ, բայց այդ բալկոնի պատի վրա մի հատված կա, ինքը ոնց որ կարակ լինի, որ ներկը քսում է, մի ուշերտը քսելուց ինքը հավաքում հետ է հանում այդ։ Քանի հատ փորձեցի, ասեցի խոր, նյարդերս տեղիք են տալիս, տեղ ես ստոպ եմ տալի, մտնում եմ լոգանք եմ ընդունում, մնացածը դու դասեր ես, որ պարապես կանես։ Նու խորիկը երեկվանից չէր կարողանում ինձ օգնել, որովհետև դասեր ուներ, այն մասը, որ սկզբում իրար հետ սկսեցինք, այդ պայն դաս չուներ, հետո դասերը սկսեց, ինքը գնաց դասերին, ես էլ անցա իմ գործերին, որովհետև չէի ուզում այդպես մնա տունը մինչև խորենի դասերը պրծնի էլի, 10-ին էր պրծնելու։ Մի խոսքով երեխեք ջան, հիմա խորենը որ գնա գա, ինքը այդ բալկոնի հատվածը կշարունակի, բալկոնի հատվածի պատալոկնել ենք ուզում ներկենք, որովհետև կալոնկայի վերևը մի հատված կա, որը ի սկզբանե տենց քարն է, հա, չներկված վիճակում, որ դա էլ էլի ծածկենք ավելի կոկիկ կլինի, բայց խոհանոցի այն երեկվա ներկած հատվածը շատ սիրուն է ստացվել, շատ եմ հավանել։ Այն երկու մարդամեկի այդ ուժս ձայները, որ լսում եք, ես հիմա գնամ մի հատ հասկանամ ինչի են իրար միս ուտում։